Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր խոսում ենք հետևյալ թեմայի մասին. Արդյոք վիտամին D-ի պակաս է մեզ մոտ, թե միգուցե նևրոզ, այսինքն փորձում ենք տարբերել նևրոզ, թե վիտամին D-ի պակաս, որովհետև շատ անգամ եւ բուժառուները եւ հնարավոր է նաեւ բժիշկները շփոթմունքի մեջ են ընկնում։ Ասեմ հարգելիներս, որ վիտամին D-ն ամենաառաջինը առանցքային իր ֆունկցիան օրգանիզմում ճիշտ է 50-ից ավելի ֆունկցիաներ ունի, բայց առանցքայինը դա ոսկրերի ամրությունը, ոսկրերի առողջությունը պահպանելն է։ Այն ամենաառաջին իր ֆունկցիան սկսվում է աղիների լորձաթաղանթից, որտեղ այն օգնում է կալցիումին ներս մտնել եւ հետեւաբար նաեւ ոսկրը միներալիզացնել նորմալ, այսպես ասած։ Եվ հարցը նրանում է, որ այսքանով չի սահմանափակվում իր ֆունկցիան, նա բազմաթիվ ֆունկցիաներ ունի, ինչ որ ժամանակ կար, որ շատ էր խոսում, որ վիտամին D-ն ինչ որտեղ նաև հորմոնի նման ազդեցություն ունի, եւ ես համաձայն եմ դրա հետ, այն ազդում է բացառապես բոլոր ֆունկցիաների վրա։ Բայց առանցքային մի քանիսը կնշեմ, որ ազդում է մեր համարվում է նեյրոմոդուլյատոր, հա, ինչ որ առումով ազդում է դոֆամինի, սերոտոնինի, նորադրենալինի սինթեզի վրա, այդ մակարդակների վրա որքան որ պետքա լինեն գլխուղեղում եւ նաեւ շատ կարեւորում եմ նրա ազդեցությունը իմունիտետի վրա, որտեղ եթե վիտամին D-ի քանակությունը նորմալ է, ապա բուրբուքային ցիտոկիններ չեն այսինքն հակառակը ասեմ, վիտամին D-ի անբավարարությունը բուրբուքային ֆոնը օրգանիզմի բուժառուի նման եմ խոսում։ Դե ցիտոկին, միտոկին չասեմ, էլի ժողովուրդ, դες համար ինչի ծանրաբեռնեմ ձեր մտածողությունը։ Այսինքն ընդհանուր բուրբուքային ֆոնը, այդպես ասած, բարձրանում է։ Եվ տրամադրության փոփոխությունը ասեցի, այսինքն սերոտոնին հասկանալի է, դոֆամին եւ այլն, ու ամենակարևորը ոսկրերի առողջության պահպանում։ Տեսեք, շատ անգամ, քանի որ ասացի, հա, որ սերոտոնինի եւ դոֆամինի արտադրության վրա է ազդում, իհարկե, քիչ է վիտամին D-ն, հետեւաբար այն կարող է ազդել սերոտոնինի արտադրման վրա, ինչը մեր տրամադրության հորմոնն է, եւ վերջին հետազոտությունները հենց այդպես էլ ապացուցում են, որ վիտամին D-ի ցածր մակարդակը 30-40%-ով բարձրացնում է դեպրեսիաների եւ տագնապների առաջացման հավանականությունը։ Հարգելիներս, բայց այստեղ եկեք մի շատ կարևոր նուրբ պահ հասկանանք։ Ինքը ռիսկը բարձրացնում է, ոչ թե ինքը առաջացնում է տագնապ կամ դեպրեսիա կամ այլ նևրոտիկ խանգարում, այլ եթե մի դեպքում, տեսեք, վերցնենք երկու մարդ, որոնցից մեկը ունի վիտամին D անբավարարություն, մյուսը չունի, բայց ասենք թե երկուսն էլ ունեն նույն պսիխտեսակը, մոտավոր, հա, հակվածությունը նևրոտիկ խանգարումների։ Այո, դա ինչ որ պսիխկոնստիտուցիա է հատուկ, որը հակված է նևրոզի։ Տեսեք, այս վիտամին D-ի անբավարարություն ունեցող մարդու մոտ 30-40%-ով ավելի բարձր է առաջանալու հավանականությունը, քան նրա մոտ, ով որ չունի։ Բայց իրականում հենց եթե դեպրեսիայի տագնապի մասին չենք խոսում, հենց վիտամին D-ի անբավարարությունը առաջացնում է, այո, հիմնականում առաջացնում է տխուր, անհավես վիճակ։ Բայց ես ուզում եմ, որ մենք հստակ տարբերենք, հա, նևրոզ ասա, թե վիտամին D-ի անբավարարություն։ Շատ անգամ ես ինքս էլ նայում եմ անալիզները, անհրաժեշտության դեպքում նաև ուղեգրում եմ հետազոտվելու վիտամին D-ի հետ կապված։ Ուրեմն տեսեք, ինչ կարևոր պահեր կա։ Վիտամին D-ի անբավարարության ժամանակ այս հուզական ծանր վիճակը շատ խիստ արտահայտված չի։ Այդ դեպրեսիայի ժամանակ եւ տագնապային խանգարումների ժամանակ հուզականությունը շատ վառ է ու շատ առաջատար, այսինքն մարդը ի սկզբանե այդ տխրությունը, այդ լարվածությունը աչքի է զարնում եւ մարդը ինքն էլ, հա, հենց գանգատվում է, որ ունի վատ մտքեր, կատաստրոֆիզացնում է ամեն ինչ, իրան թվում է, թե վատ բան կպատահի, նաև եթե դեպրեսիայի մասին ենք խոսում, այնտեղ շատ կան լուրջ ինքնանվաստացման, ինքնամեղադրման մտքեր։ Իսկ վիտամին D-ի անբավարարության դեպքում այսպես միալար է ամեն ինչ, մարդը պարզապես կարելի ասել անհավես է։
Եվ որ շատ կարևոր է վիտամին D անբավարարության դեպքում ի տարբերություն նևրոզների կարող է առաջանալ մշտական մկանացավեր եւ մանր հոդերի ցավեր ու անհանգստություն արգելիներս։ Եվ վիտամին D-ի մասին շքեղոլովակներ ունեմ, գիտեք, բայց կարևորում եմ գիտեք նաեւ ինչը, որ վիտամին D անբավարարության ժամանակ շատ նուրբ պահեր կա, որ կարող է, հա, առաջանալ, այ կանեք լավ կնկատեն։ Վիտամին D-ի անբավարարության դեպքում մազերը լավ չեն ներկվում, ատամի պլոմբը լավ չի պահում եւ մի շարք այլ նուրբ խնդիրներ եւ այդ մանր հոդերի ցավերը, հա։ Եվ որ շատ կարևորում եմ նաեւ մարմնական տագնապի նշանները, այլ դեպրեսիա եւ տագնապի ժամանակ շատ հնարավոր է ունենանք այդ վախինոպան, այսպես ասած, սրտխփոցի դրսևորումով հիմնականում, ինչը չկա վիտամին D-ի անբավարարության ժամանակ։ Եվ որ ամենակարևորն է, վերջ-վերջո կարող ենք անալիզ անցնել եւ հասկանալ ինչ է սա։ Բնականաբար վերջնական ախտորոշումը պետք է դնի հոգեթերապևտը, որովհետեւ այն ամեն ինչը որ ասացի շատ քիչ է դեպրեսիան տագնապը ախտորոշելու համար, դա մոտավորապես ժամ ու կես պացիենտի հետ խոսում ես, նոր պարզ է դառնում։ Եվ հետևաբար հարգելիներս, եթե ունեք կասկած վիտամին D անբավարարությունը ձեզ մոտ թե նևրոզ, անպայման դիմեք մասնագետի։ Եթե դուք կցանկանաք ինձ մոտ խորհրդատվություն անցնել, գիտեք, հետևյալ WhatsApp-ի համարի WhatsApp-ին կարող եք գրել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի հետ, ես անցկացնում եմ հոգեթերապևտիկ խորհրդատվություն, կարող ենք միասին բավականին պրոդուկտիվ աշխատել հարգելիներս։ Եվ նաև ուզում եմ վերջին ռեկոմենդացիաները ասեմ վիտամին D-ի, ուրեմն մինչև 1 տարեկան երեխաները պետք է յուրաքանչյուր օր, ամեն օր ընդունեն 400-ից 500 ազդեցության միավոր վիտամին D, մինչև 18 տարեկան երեխաները մինչև 2000 ազդեցության միավոր, այստեղ ուշադրություն նոր առաջարկներով ապացուցողական բժշկության 18-ից մինչև 70 տարեկան անձինք կարիք չունեն վիտամին D պրոֆիլակտիկ դոզաների եւ պրոֆիլակտիկ հետազոտության, եթե չունեն հիվանդություն քրոնիկ։ 70 անձինք եւս պետք է պրոֆիլակտիկ ընդունեն 2000 ազդեցության միավոր եւ բացառապես բոլորը, եթե ինչպես նշեցի, քրոնիկ հիվանդություն է առկա։ Սա են նոր առաջարկները։ Այսպես հարգելիներս, ինչ եմ ուզում ասել ձեզ, ուրեմն ես բոլոր կանանց համար ստեղծել եմ մի հարթակ, փակ հարթակ Telegram-յան ալիքում, որը կոչվում է ամենագին։ Սա մի հարթակ է, որտեղ կատարելու ենք չափահաս կանանց եւ աղջիկների հետ հոգեթերապևտիկ աշխատանք եւ ոչ միայն։ Այնտեղ խոսելու ենք եւ զարգանալու ենք, խոսելու ենք ինքնազարգացման, ինքնաճանաչման, ինքնավստահության, ինքնագնահատականի, սթրեսականության, նպատակների, ֆինանսների մասին, սեռական հարաբերության մասին, զուգընկերների, ընտանիքի, ծնողների, հարաբերությունների, ընկերների, ֆիզիկական առողջության մասին, մեկ խոսքով ամեն ինչի մասին, այն ամենի մասին ենք խոսելու, ինչի մասին, որ չի խոսվում բաց հարթակներում, հարգելիներս, խոսելու ենք սուր թեմաներից։ Եթե ձեզ հետաքրքրում է, փակ հարթակ է, այնտեղ որտեղ կապը ինձ հետ լինելու է համարյա թե ամեն օր։ Ես ձեզ տալու եմ տնային հանձնարարություններ ամեն օր, կարդալու եմ լեկցիոն փոքրիկ նյութ այդ օրվա թեմայի վերաբերյալ։ Դուք անելու եք տնային հանձնարարությունը, երեկոյան ամփոփելու ենք, լինելու է սերտ շփում բոլոր կանանց միջև, շատ հաճելի եւ աջակցող միջավայր։ Ինչպես ասացի, ես ամեն օր ձեզ հետ եմ լինելու, ամեն աշխատանքային օր։ Ունենալու ենք նաև on-line ուղիղ հանդիպումներ, որի ընթացքում դուք կարող եք ձեր հարցերը ուղղել, պատասխանելու եմ բոլորի հարցերին, լինելու է հետաքրքիր պրոդուկտիվ աշխատանք։ Բաժանորդագրության արժեքը առաջին 100 հետևորդի համար ընդամենը 3000 դրամի սահմաններում ինչ-որ գումար, մոտավորապես դա 7 եվրոյի համարժեք գումար, 3000 դրամով ինչ կարող ես գնել, չգիտեմ, նորմալ բան չես կարող գնել, Instagram-յան հարթակում ուզում եմ ասել ինչ գնեք, ինչ գնել 3000 դրամով, անկեղծ երևի թե 1 կիլոգրամ նորմալ շոկոլադ, անկեղծ ուրն է, չես կարող գնել այսօրվա շուկայում, հա, գնային քաղաքականության
այս պայմաններում եւ դուք հնարավորություն ունեք առաջին 100 հետևորդը հնարավորություն ունի ամեն ամիս ընդամենը 3000 դրամ բաժանորդագրության գումար վճարել արգենես։ Դուք կարող եք ցանկացած պահի ապա բաժանորդագրվել, դուրս գալ բաժանորդագրությունից, բայց չգիտեմ, ում դա պետք կլինի, որովհետև շատ հետաքրքիր է լինելու։ Թեման սկսելու ենք ինքնագնահատականից եւ ինքնավստահությունից, կարծում եմ շատ կարեւոր է հենց այստեղից էլ սկսել, եւ ինչպես ասացի, լինելու է, ասացի թե չասացի, ամեն օր աշխատանք եւ ամեն օր շփում ինձ հետ, լինելու են ուղիղ on-line հանդիպումներ, որի ընթացքում դուք կարող եք ուղղել ձեր հարցերը եւ ես պատասխանեմ եւ ընդհանրապես մեկնաբանություններում բոլոր հարցերին ես պատասխանելու եմ, այսինքն անընդհատ իրար հետ շփում ենք ունենալու, լինելու է շատ հաճելի, շատ ջերմ մթնոլորտ ինքնազարգացմանը կնոջ նպաստող։ Հարգելիներս, լինքը այս ամենի ինչը որ ասացի, կտեղադրեմ նկարագրություններ ու մեկնաբանություններ բաժնում, դուք գնացեք բաժանորդագրվեք, աշխատանքը սկսելու ենք նոյեմբերի 3-ից, չգիտեմ ես երբ եմ տեղադրելու այս հոլովակը, բայց երբ էլ տեղադրեմ, շտապեք, որովհետև առաջին բաժանորդը, ոնց են ասում, բաժանորդ, հետևորդը, առաջին 100 հետևորդը հաստատ շատ արագ է լրացվելու, այնպես որ կարող եք շտապել արգենես, այսինքն ամեն օր ես ձեր հետ եմ լինելու, ձեր հեռախոսիկի մեջ, այսպես ասած։ Շատ հետաքրքիր է լինելու։ Ինչևէ արգենես, բաժանորդագրվեք նաև իմ ինստագրամյան ալիքին, այնտեղ ես էլի շատ հետաքրքիր նյութեր եմ տեղադրում։ Առողջ եղեք, լավ եղեք։ Իմիջիայլոց անպայման ասեմ, հա, այս ամենակինը ես ստեղծել եմ այն պատճառով, որ ես ուզում եի, որ բոլոր կանայք, անկախ նրան ովքեր վճարունակ են, ովքեր անվճարունակ, կարողանան իրենք իրենց գտնեն, շատ կարևոր է անցնեն հոգեթերապևտիկ աշխատանք եւ կարողանան ունենալ լավ կյանքի որակ։ Ինչու եմ սա արել, որովհետեւ ինձ այնքան են դիմում ու իրոք մարդիկ կարիք ունեն, բայց հնարավորություն չունեն։ Այս այդ մարդկանց համար է, ովքեր որ ուզում են բավականին մատչելի, բայց որակյալ հոգեթերապևտիկ աշխատանք անցնել, ոչ միայն մարդկանց, ովքեր որ չեն ուզում մշտակ անհատական հոգեթերապևտիկ աշխատանք կատարել, բոլորը կարող են միանալ հարգելիներս, չեն ուզում, այդ չեն կարող, սխալ եմ ասում, բոլորը կարող են միանալ, սա կարծում եմ այն արժեքն է, որը հասանելի եւ որի հնարավորությունը հաստատ բոլորը բացառապես ունեն, հենց այդ է իմ նպատակը։ Դե հարգելիներս, բոլորիդ առողջություն, պահեք ձեր վիտամին D-ի մակարդակը եւ ընդհանրապես ուժն ու եռանդը միացեք ամենակնոջը, որովհետեւ այնտեղ շատ հետաքրքիր է լինելու։ Դե լավ եղեք, ցտեսություն։